Հարգելի հայրենակիցներ, ես շատ պարզ հասարակ հարցում եմ ձեզ տալու։ Ուզում եք քաղաքականապես հասկացեք, ուզում եք ես ընդամենը որպես հայ ձեզ հայերիդ հարց եմ տալիս։ Դուք ամոթ չեք զգում, որ մեր պետության եւ մեր հայրենիքի ներկայացնողը էս Իսաննա։ Ասենք ամբողջ հայության մեջ հայություն, որը երբ որ Եվրոպաներում քաղաքակրթություն չի եղել դեռ ծառերի վրա են մագլցել, Հայաստանը եւ հայությունը քաղաքակրթություն է ունեցել, մշակույթ է ունեցել։ Մենք աշխարհին քաղաքակրթություն տված ազգ ենք։ Հիմա մենք մեր մեջից չենք կարողանում մեկ նորմալ անձնավորություն գտնել, փաստորեն, որ ներկայացնի արժանապատիվ, ներկայացնի մեր հայրենիքը։ Ինչ հասարակ վիճակը, ասենք ոնց կարողա ես նայեմ ու ամոթ զգամ, իսկ դուք նայեք ու ամոթանք չզգաք, ասենք չզգաք, որ խայտարակություն է այս անձնավորությունը մեր հայ։ Լավ, հələ քաղաքականությունը հանենք այդ մեջտեղից, ուղղակի որպես հայ։ Ես երբևիցե իմ ազգի, իմ հայրենիքի համար նման ամոթ չեմ զգացել։ Ասենք նայում եմ այդ քարոզարշավ կոչվում, ինչ է կոչվում։ Այլ երկրներում նման բաներ ընդհանրապես բացառված է տեսնել կամ որ լինի։ Հայաստանում փաստորեն հրաշքների երկիր է։ Բայց այդ հրաշքները ոչ թե դրական առումով են, այն կաշմարային, այսինքն կաշմարա, որ մենք նայում ենք, ես նայում եմ, ես աչքերից չեմ հավատում, ակաժներից չեմ հավատում, այն ինչին որ լսում եմ, այն ինչը որ տեսնում եմ։ Ու ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որ գալիս են այս Իսանին, փաթաթվում են, ոտքերն են ընկնում, էլ չգիտես իրան են մեռնում, էլ մոր գերեզմանն են մեռնում։ Ես չեմ հասկանում սրանք ինչ օպիոիդներ են օգտագործում, ինչ սնկեր են ուտում։ Ինչ կայֆերի տակ են, ինչ են խմում, ինչ են ծխում, ինչ են քաշում, ասենք ոնց կարող է adekvat խելամիտ մարդը տեսնելով այս 8 տարիների աղիթները, որ այս անձնավորությունը բերեց մեր գլխին, գնա սրան դիմավորի, փաթաթվի ու մի հատ էլ օշնի, չգիտեմ, ասենք հաջողություն մաղթի, ասենք ինչու՞մ եք այս մարդուն դուք հաջողություն մաղթում, որ ինչ անի, ասենք ձեր հայրենիքը, մեր հայրենիքը մաս-մաս տվել է։ Ժողովրդին պարակտել է, ասենք մի հատ տառնադո է մտել 2018 թվին Հայաստան, թուրքական տառնադո։ Մտել է եւ ստերով, խաբեություններով եկել իշխանության ու ասենք ամբողջ հայ ազգին պարակտեց։ Հայաստանը մաս-մաս տվեց։ Հիմա էլ պատրաստվում է 4 գյուղ այնտեղից տալ, 3 գյուղ այնտեղից տալ, այստեղից միջանցք տալ։ Ասենք կարող է իրանց վերցնենք, տանք իրանց տիրոջը, էլի, ասենք տանք տերը, թող տանեն, էլի, ասենք տերը ով է իրանց։ Ասենք այդ Ալիևն ով է, Էրդողանն ով է բերեկը մցրել այդտեղ։ Տանք տանեն, էլի, իրան իրական տվեք տանեն։ Հերիք է Հայաստանը տակ, հերիք է ժողովրդին պարակտեք, հերիք է ազգին մաս-մասանեք, Արցախցիա, էսա, այնա, փաստորեն ձեր հասկանալով, այ չեմ կարող ասեմ ինչ է այդ դարմանա, ինչ է գլխների մեջ, որոնց ասում են Արցախցին հայ չի, Սփյուռքի հայ իրավունք չունի խառնվի Հայաստանի գործերին, բայց Ալիևը, ադրբեջանցի քամրաններն ու քեմալները իրավունք ունեն խառնվելու Հայաստանին։ Կամ ձեզ թելադրեն, թե դուք ոնց ապրեք, սահմանադրություն փոխեք, այս գյուղը տակ, այն գյուղը տակ։ Դուք չեք ամաչում, վերջի վերջո, պետք է հասկանալ, դուք ինչ ազգի ներկայացուցիչ եք, ով եք, որտեղից եք եկել։ Հասկացանք, մենք 2018 թվին զգացմունքային որոշում ենք կայացրել։ Մեզ խաբել են, մեզ ստել են, մենք զգացմունքների ազդեցության տակ սխալ որոշում ենք արել։ Այն ինչ որ կար 2018 թվից առաջ, հարգելի հայրենակիցներ, դրա ճանապարհով անցնում են հազարավոր պետություններ։ Անցնում են եւ էվոլյուցիոն ճանապարհով այդ ամեն ինչը շտկում են։ Մենք սխալ որոշում ենք կայացրել, զգացմունքային որոշում ենք կայացրել, իսկ հիմա պետք է հանձն առնենք, որ սխալ ենք արել եւ մեր սխալը ուղղենք։ Ընդհանրապես մենք ազգ ենք, որ զգացմունքների ազդեցության տակ շատ որոշումներ ենք կայացնում։ Մեր զգացմունքների հետ խաղալը շատ հեշտ է։ Ասենք մեզ մի քիչ գովում են, մենք հալվում ենք։ Ջան են ասում, ջիգարներս տալիս ենք։ Բայց կարանք վերջապես մենք ռացիոնալ դատողությամբ որոշում կայացնենք։ Վնասի կեսից հետ կանգնելը օգուտ է, հարգելի հայրենակիցներ։ Եկեք հասկանանք, որ մենք սխալ ենք արել։ Այս 8 տարիների արդյունքները ցույց է տալիս, որ մենք բացի զրկանքները, բացի տուրն ու տառապանքը, այդ անձնավորության բերած խեղափոխությունից ոչինչ չենք ստացել, ու սա դեռ վերջը չի։ Սրանք ինչու են ուզում վերընտրվեն։ Դուք տեսեք, ասենք, իրանք ինչ ջանքեր են, էլ պիտական ռեսուրսներ, ինչ հնարավորություններ են, ռադիո, հեռուստատեսություն, ասենք, այն անօրինականությունները, որ չի կարելի կատարել ընտրաշավի ժամանակ, սրանք արդեն ամենը կատարել են։ Եվ ես չեմ էլ հավատում, որ այս ընտրությունները կլինեն արդարացի, բայց գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Մեր ասացվածքները շատ իմաստուն են։ Եթե ազգովի մենք դիմակայենք այս փորձանքին, այս շարին, որ եկել է մեր գլխին, եւ հասկանանք, որ սա իրապես
թուրքի շար էր, որ եկավ մեր գլխին, ու դեռ այս արհավիճները, որ ինքը բերել այս ու տարիների ընթացքում, դեռ սրանք վերջը չեն, դրանք սկիզբն էին, դեռ շարունակություն ունի։ Ու իրանք այլևս այնքան են նագլիացել, այնքան են լպիրշացել, որ չեն էլ թաքցնում, ինչ էին պատրաստվում անել վերընտրվելուց հետո։ Այս ամենը պետք է ռացիոնալ դատողությունով եւ ուղեղով վերջապես հասկանալ եւ վերջ դնել սրանց։ Գնացեք, ես կոչ եմ անում, ես խնդրում եմ, որպես հայ։ Ես գիտեմ, որ շատերի տրամադրվածությունը այնպես է, որ դուք ընտրություններին չեք ցանկանում մասնակցել։ Բայց ես կասեմ, որ դուք դրանով միայն այս թուրքի համաճիկներին ձեռնտու բան կանեք։ Ես խնդրում եմ, կոչ եմ անում, որ ընտրություններին պարտադիր մասնակցեք։ Եթե դուք չմասնակցեք ընտրություններին, ձեր հայրենիքի, մեր հայրենիքի եւ Հայաստանի հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու են ժեխը, այն ապիոիդներ օգտագործող խելացնոր պարավներն ու բիձեքը, որ ուղեղները անջատած, այդ մասսան ակտիվ է, գնալու են ու ընտրեն մեր բոլորի ապագան։ Ու վաղը մյուս օր մենք զարթնելու ենք այդ ապագայի պտուղները քաղելով։ Մենք կունենանք բոլորովին այլ Հայաստան, եթե իհարկե գալեչկի համար անգամ Հայաստան մնա։ Դրա համար ես ձեզ կոչ եմ անում ակտիվ մասնակցել այս ընտրություններին։ Այնքան պետքա մեծամասնությունը դեմ լինի սրանց, որ սրանք չկարողանան այդ փաստից հեռանալ, որ չկարողանան կեղծել այս ընտրությունները անգամ այս բոլոր ռեսուրսները օգտագործելով։ Անպայման գնում ենք բոլորս ընտրությունների։ Ընտրեք ում կցանկանաք։ Ով որ ձեր սրտին մոտ է, անգամ եթե մի հատ ցախավել ընտրեք, հավատացեք, որ սրանցից օգտակար կլինի։ Որպես հայ ժողովրդի ծառայող անձնավորություն ընտրեք։ Իհարկե, ես կարող եմ ասել ում կցանկանայի տեսնել Հայաստանի ղեկին, բայց դա իմ կողմից կլինի ձեզ ինչ որ հուշ, չէ՞։ Բայց ես ընդհանրապես կասեմ, ես կուզեի, որ Հայաստանի ղեկին լինի հայ, ազգությամբ, գեներով, մտածելակերպով, հոգով, ջիգարով հայ, որ Հայաստանի ամեն մի թիթ հողի համար իր կյանքը երեխայի կյանքը տա, որ ամեն մի հայի կյանք իր համար լինի իր կյանքի չափ թանկ, որ ոչ թե տանի ձեր երեխեքին, մեր երեխեքին տանի տա, թուրքի բերան հետո գա ասի կարայի չանեի, բայց արեցի, այլ իր կյանքի զոհի, իր մոր նման սիրի Հայաստանը։ Ես այդպիսի ղեկավար կցանկանամ տեսնել Հայաստանին։ Դուք ձեր որոշումը կայացրեք, ում եք ուզում ընտրել։ Մի որոշեք զգացմունքային, մի արեք զգացմունքային որոշում, ուղեղով, հասկանալով, ռացիոնալ դատողությունով, հասկացեք, որ Հայաստանը այս վիճակից դուրս բերել դեռևս հնարավոր է։ Եթե սրանք վերընտրվեցին, այլևս անհնար է լինելու։ Իսկ սրանց կարող եք փաթեթավորել ու տալ իրանց տերը։ Տվեք, թող տանեն իրանց եղն ու բրինձը։ Մեզ նման ղեկավար ամոթ է ունենալ, ուղղակի ամոթ է։